Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիք եթերում զրուցելու եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին, բարև ձեզ։ Բարև Նարեկ ջան։ Պարոն Մկրտչյան, այս իշխանություն, եկեղեցի կամ կաթողիկոս, վարչապետ այս տարաձայնությունների ֆոնին ազգային անվտանգության ծառայությունը իշխանական լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան մի փաստաթուղթ հրապարակեց, որտեղ նշված է, գոնե գրիչով գրված է, որ կաթողիկոսի եղբայրը KGB-ի գործակալ է եղել։ Այս փաստաթղթի հրապարակումը ինչ տվեց հանրությանը, հանրային ինչ շահ սպասարկեց այդ հրապարակումը։ Շնորհակալ եմ Նարեկ ջան հնարավորության համար, վաղուց քո լսարանի ներկայությամբ, քո լսարանի առաջ չենք խոսել, հնարավորության համար շնորհակալ եմ։ Ես զարմանում եմ, որ այդ հարցը տալիս եք կամ բարձրաձայնում եք դուք Նարեկ, որովհետև ես գոնե թե ինձ համար Նարեկ Կիրակոսյան լրագրողը միշտ ասոցացվել է անաչառության հետ, միշտ ասոցացվել է սկանդալային եւ պետությանը սպառնալիք հանդիսացող լուրերի լուսաբանման եւ գերակտիվ լուսաբանող կերպարի հետ, այսինքն այստեղ ոչինչ դուք չեք տեսնում, իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ ես ձեզ հարցնում, հետո նոր լրագրող։ Այսինքն դուք չեք տեսնում այստեղ խնդիր, որ կաթողիկոս կոչվածի եղբայրը KGB գործակալ է, KGB-ի գործակալ է նախկին, հիմա համագործակցում է ռուսական հատուկ ծառայությունների հետ, պետության անվտանգության համար սպառնալիք է հանդիսանում, սա սկանդալ չի, սա չգիտեմ, գործակալի բացահայտման ակտ չի, սա խնդիր չի։ Կներեք, կաթողիկոս կոչվածի եղբայրը ամենամեծ թեմերից մեկի առաջնորդն է, նոր Նախիջևանի թեմի առաջնորդն է։ Կաթողիկոս կոչվածի աղբերը, այն աղբերն է, այն թեմի առաջնորդն է, որ տեղի հայ բնակչության վրա մի քանի անգամ ռուսական հատուկ ծառայություններ ու օմոն է բերել։ Ի վերջո կաթողիկոսի աղբեր կոչվածը այն աղբերն ու այն թեմի առաջնորդն է, որ թեմական առաջնորդարանի շենքում գողական ռազմորկաներ էր կազմակերպում ժամանակին։ Նարեկ, սա խնդիր չի, սա պետական դավաճանությանը հավասար խնդիր է ինձ համար։ Եվ այո, հանրությանը ինչ տվեց, հանրության աչքերը բացվեց, հանրությունը եթե փաստերի է սպասում, այդ փաստերը հանրության ձեռքում են։ Ու դրանից հետո ես ակնկալում եմ իբրև հանրության մի մաս Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության լայնածավալ գործողությունները հայտնաբերելու եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու Եզրաս Ներսիսյանին։ Նա պիտի պատժվի։ Սա խնդիր է։ Այսինքն կներեք, գործակալը հայտնաբերվել, գործակալի մասին տեղեկություններ է տվել ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի Հանրապետության, ու մենք խնդիր չենք տեսնում։ Տեսեք, ասում են նրան քաղաքական աստար տալ։ Տեսեք, ասում են նա 86-ից 88 թվականներին է եղել այդ ՊԱԿ-ի գործակալ, KGB-ի գործակալ, հա։ Եվ ասում են ոչ, ես խնդրում եմ մինչև վերջ, ազգային անվտանգության ծառայությունը հավելում է, որ իր ձեռքի տակ տեղեկությունների համաձայն Եզրաս Ներսիսյանը մինչև այս պահը կապ է պահում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, որ սպառնալիք է իր հետ ներկայացնում Հայաստանի։ Ինչ? Անուն ինչու չեն տալիս ոչ երկրի հատուկ ծառայությունների հետ։ Ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը երբ որ հայտնաբերի վզից բռնած Հայաստանի Հանրապետության ուժային եւ իրավապահ համակարգին ներկայացնի Եզրաս Ներսիսյանին, այն ժամանակ բոլոր փաստերը ի հայտ կգան եւ ջրի երեստոս կգան եւ հանրության սեփականությունը կդառնան։ Բայց ասում են այդ Սովետ միության տարիներին Հայաստանը լավ էլ ազդեցիկ է եղել, որ KGB-ի աշխատանքային լեզուն հայերենն է եղել, ասում են այդ փաստաթուղթը հայերենով է լրացված եւ
Դա հենց կասկածներ է առաջացնում, որովհետև ասում էին անկախության տարիներից հետո մի քանի տարի էլ դեռ պաշտոնական որոշ տեղեր գրագրությունը նույնիսկ ռուսերեն էր, ասում են ոնց կարող էր 86-ից 88 թվականներին հայերեն գրվել։ Սա այդ կապված ինչ կասեք։ Սրա հետ կապված մի բան կարող եմ ասել, որ լուստրացիան կամ բացահայտումը ագենտուրայի պետք է շարունակական լինի։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը եւ որ ամենակարևորն է բարձրագույն իշխանությունը պետք է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկեն եւ հանրությունը պետք է իմանա ովքեր են համագործակցել ժամանակին KGB-ի հետ եւ ովքեր են շարունակում համագործակցել KGB-ի դուստր ձեռնարկություն FSB-ի հետ, Լուբյանկայի նկուղից կառավարվող եւ այս գործընթացը պետք է շարունակական լինի։ Ես պատճառներ չունեմ ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարությանը չհավատալու։ Ես կարող եմ չհավատալ, օրինակ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության հայտարարություններին։ Ես կարող եմ չհավատալ ռուսական ԱԴՑ-ի կամ FSB-ի տարածած հայտարարություններին, բայց ես պարտավոր եմ ուղղակի իմ երկրի ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարությանը հավատալու։ Եվ այդ ովքեր հավատում են, թող հավատան, ովքեր չեն հավատում։ Գիտեք, դուք հիմա Եզրաս Ներսիսյանի վերաբերյալ հարցեր եք տալիս մի մարդու, ով Ռուսաստանի Դաշնությունում ապրած տարիներին Եզրաս Ներսիսյանի բեսպրեձելը տեսել է իր աչքով։ ինչ եք տեսել։ Ով Եզրաս Ներսիսյանի մաֆիոզական նկրտումներն ու գործունեությունը տեսել է իր աչքով։ Դուք չեք տեսել Նարեկ։ Ինչ եք դուք տեսել։ Դուք չեք տեսել Նարեկ։ Դուք չեք տեսել որ Եզրաս Ներսիսյանը առաջնորդանից շենքում տեղի հայերից մեկի հետ գողական ռազմորկայի ականջում մեկ այլ հայի եկեղեցի այլ ազգիների հետ մուտք գործելու համար։ Իդեպ սա այն Եզրասն է, որ մարդկանց օրհնում է եւ ուղարկում է Ուկրաինա երեխաներ բռնաբարելու, մարդկանց գնդակահարելու, խաղաղ բնակիչներին սպանելու, պատերազմին մասնակցելու, այդ Եզրասն է, ով արբատ ջոկատներ է օրհնում, ով իր ձեռքի տակ գրպանային տեղական տերտերներին Հայաստանի Հանրապետության դեսպանատան դեմ, Հայաստանի Հանրապետության իշխանությունների դեմ ցույցի է հանում ռուսերենով, կիրիլիցայով։ Ախր այստեղ խնդիր դուք չեք տեսնում։ Խնդիր չի։ Չեք լսել Եզրաս Ներսիսյանի քաջագործությունների մասին Ռուսաստանի Դաշնությունում։ Լուրջ եք ասում։ Իդեպ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հորդոր, կոչ եւ խնդրանք Եզրաս Ներսիսյանի հետ կապ ունեցած եւ ունեցող տեղի երիտասարդ ուժերին եւս վերցնել խոշորացուցի տակ։ Տեսեք, հատկապես իքական սերից մի քանիսին, որովհետեւ իմ ունեցած կասկածների համաձայն, այսպես ասեմ, կան շրջանակներ եւ մարդիկ, որոնք եւս ռուսական հատուկ ծառայությունների տակ են պարկած։ Եթե կարիք լինի մասնավորեցնելու իմ այս խոսքը, ես պատրաստ եմ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ իմ ձեռքի տակ եղած կասկածներով կիսվել։ Տեսեք, եթե անգամ հիմա Եզրաս arczepiskopos Ներսիսյանը գործակալ է օտար երկրյա պետության, նա ըստ ձեզ ինչ կարող է հաղորդել հատուկ ծառայություններին, նա ոչ անվտանգության խորհրդի անդամ է, ոչ պետական աշխատող է, ոչ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին հասանելիություն ունի, ինչ վտանգներ կարող են սպառնել նրա գործակալ լինելուց, եթե օրինակ իրավիճակին այս կողմից նայենք։ Լսեք, Եզրաս Ներսիսյանը Հայաստանի Հանրապետության ներքաղաքական process-ների մեջ ազդեցություն ունենալու մի քանի փորձեր է կատարել։ Ես կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության դեմ
կիրիլիցայով գրպանային իր տերտերների հետ ցույցը վերջին։ Շարունակեմ, կներեք հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդը, երբ որ հայկական եկեղեցում օրնում եւ Ուկրաինայի դեմ պատերազմի ճանապարհում մարդկանց, սա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության կամ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հետ կապ ունի թե չունի։ Մեկ այլ բան ասեմ, երբ որ հայ առաքելական եկեղեցին որոշում է Ղրիմում եղած Ղրիմի թեմը միացնել նոր Նախիջևանի թեմին, սա քաղաքականություն եւ աշխարհաքաղաքականություն է կամ կապ ունի դրա հետ, թե ոչ։ Կամ երբ որ վարչապետը կանգնում եւ հայտարարում է, որ ինքը Բելոռուս չի այցելի այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն եւ դրանից հետո Կտրիչ Ներսիսյանը, Եզրասի աղբեր Կտրիչ Ներսիսյանը վերակենում ու գնում է Բելոռուս, ինչ որ այսպես մտածածին եկեղեցու բացման արարողության եւ քաղաքական ճառերա ճամարտակում ճանապարհին։ Սա կապ ունի Հայաստանի Հանրապետության հետ, թե չունի։ Սա կապ ունի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հետ, թե չունի։ Ի վերջո, Եզրաս Ներսիսյանը կապեր ունի Հայաստանի Հանրապետությունում ապրող իր բարեկամների եւ չգիտեմ հարազատների, ընկերների հետ, թե ոչ, կարող է տեղեկություն վերցնել եւ փոխանցել հատուկ ծառայություններին, թե ոչ, եւ ի վերջո ինձ համար գործակալը գործակալ է։ Եվ եթե նա հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, դեռ մի բան էլ նրանց հովանոցի տակ է ինքը գործում, ռուսական զոնթիկի տակ է մտել, կամ զոնթիկն է մտել իր տակ, ներողություն, այդ մարդու հետ խնդիր կա։ Այստեղ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետք է գործի, պետք է այդ մարդուն վզից բռնած ներկայացնի Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգին։ Գործակալ լինելը չգիտեմ, դե լավ կներեք էլի, եթե այս խոսքը այնքան շատ է տարածվում, դե եթե KGB-ի գործակալ լինելը այդքան լավ բան է, KGB-ի գործակալ լինելը այդքան անշարժ բան է Հայաստանի Հանրապետության համար, թող ինքնաբացահայտվեն բոլոր գործակալները։ Տեսեք Արարատ Իրենց քարտերը, գործակալական քարտերն ու ծածկանունները թող վերցնեն, ճակատներին դաջեն, դուրս կան հանրության առաջ ասեն մենք KGB-ի գործակալ ենք։ Մենք էլ եթե այդքան լավն են իրենք, եթե Հայաստանի Հանրապետության ապագայի եւ լավ ապագային նպաստել իրենց գործակալ լինել, ասենք եկեք ճակատներդ պաչենք։ Ինչու՞ է խնդիրը։ Բայց եթե KGB-ի գործակալ լինել այդքան լավ բան, թող ինքնաբացահայտվեն։ Հիմա այս փուլում հիշում են Արարատ Միրզոյանի 21 թե 19 թվին արված հայտարարությունը, Եվ ինչ հայտարարություն։ այն բանի հետ կապված, որ լինելով Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի գիտաշխատող համագործակցել է Հայաստանի ԱԱԾ-ի հետ։ Հիմա ապրեք նարեք, ապրեք, ես պիտի արձագանքեմ։ Բայց ես հարցը համագործակցել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ։ Եթե այնտեղ լիներ համագործակցել է օրինակ Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության հետ, Պակիստանի ազգային անվտանգության ծառայության հետ, Ռուսաստանի ՖՍԲ-ի հետ, Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների հետ, եվրոպական որևէ հատուկ ծառայության հետ, ես այդտեղ խնդիր կտեսնեի։ Բայց կներեք, սեփական ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցելը դուք ի՞նչ քողի տակ եք ներկայացնում։ Սեփական երկրի ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցել։ 86-ից 88 թվականներին էլ սովետներ Եզրասի հայրենիքը։ Նարեկ ազգային անվտանգության ծառայությունը իր այդ հայտարարությանը ի հավելել է, որ իրենց ձեռքի տակ տեղեկությունների համաձայն Եզրաս Ներսիսյանը շարունակում է համագործակցել օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, որը իր հերթին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար սպառնալիք է ստեղծում։ Տարբերություն չենք տեսնում։ Կամ ներողություն, բա սովետական KGB-ի հետ համագործակցելը, բա որ էլի եմ կրկնում, այդքան լավ բան է։ Բայց ինքնաբացահայտվեք,
Բայց թող դուրս գան ինքնաբացայտվեն, ամեն մեկը թող դուրս գա, ասի ես KGB-ի ագենտ եմ։ Ես ժամանակին համագործակցել եմ KGB-ի հետ, որպեսզի այլախոհների գլուխը թաղեմ, որպեսզի այլախոհների ճանապարհը փակեմ, որպեսզի անկախ ազատ անկախ ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն թույլ չտամ։ Ծառայեմ Լուբյանկային, ծառայեմ ցարին։ Բայց թող դուրս գան ասեն, ինչի չեն ասում։ Բայց եթե այդքան պատվաբեր բան ա եղել ժամանակին սովետական միության ժամանակ KGB գործակալ լինելը։ Բայց թող դուրս գան ասեն։ Ձեզ թվում է քիչ են եղել։ Վստահեցնում եմ քիչ չեն եղել։ Վստահեցնում եմ տասնյակ հազարավորներն են եղել։ Ու պիտի դա պատասխան ստանա հանրության մեջ։ Դուք ինչ եք կարծում, այնուհանդերձ այս կոնֆլիկտը ինչպես է ավարտվելու։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է ամեն օր, որ գնալու է իր հայտարարած ուղիով, կաթողիկոսն ասում է սա հակաեկեղեցական արշավ է, մենք պետք է միասնական լինենք, պայքարենք։ Կաթողիկոս չկա։ Եպիսկոպոսներ են միացել գործընթացին, այսինքն եւս պահանջում են կաթողիկոսի հրաժարականը։ Ի վերջո սա ինչպես է հանգուցալուծումը դուք տեսնում։ Ես եթե ինձ եք հարցնում եւ ինձ մնա, շատ արագ, շատ հապճեպ բոլոր ձերքի տակ եղած բոլոր գործիքակազմից օգտվելով Կատրիչ Ներսիսյանին վեհարանից դուրս շպրտելու միջոցով եմ տեսնում։ Շատ ուղիղ եմ ասում։ Օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցող, դրսից կառավարվող կաթողիկոս մեզ պետք չի։ Մեզ պետք չի։ Ու եթե Կատրիչ Ներսիսյանը որոշել է միջև քոքը մաշելու արդյունքում պիտի հեռանա, շատ լավ։ Հավաստի ասում եմ ձեզ Կատրիչ Ներսիսյանի հեղինակությունը Պալենտուսի մակարդակից էլ ցածր է այս պահին։ Պալենտուսի մակարդակից ցածր է։ Ու Կատրիչ Ներսիսյանը այլ տարբերակ չունի, պիտի հեռանա։ Եվ խնդրում եմ ֆիքսեք, որ չկա պետություն եկեղեցի հակասություն։ Հայ առաքելական եկեղեցին եւ ինստիտուտը եւ Մարիա Տոր Սուրբ Էջմիածինը բոլորիս սրբության սրբոցն է։ Բայց տեսանք, որ այն օրը 5-շաբթի օրը նրան աջակցելու բավականին շատ մարդիկ էին հավաքվել։ Ինչ ասել է բավականին շատ։ Օրինակ այդ բավականին շատի մեջ ինչն է մտնում։ Ռուսաստանի Դաշնությունում միլիարդներ կուտակածների եգյաններն էին մասնակցում այդ հավաքին։ Ռուսաստանի վերևն Աստված ներքևը Վլադիմիր Պուտին տեսնողների շրջապատներ հավաքվել այդ հավաքին։ Էպա KGB գործակալի համար այդ պիտի հավաքվեն, բայց պիտի անեն։ Կներեք էլի։ Կգա ժամանակը վարչապետ Փաշինյանի կողմից նախանշված հոգևոր հավաքը Վաղարշապատի կենտրոնական հրապարակում տեղի կունենա, դուք կտեսնեք, թե ինչքան քաղաքացիա դուրս գալիս եւ Կատրիչ Ներսիսյանին ոնց ասում ռադդ քաշի մեր սրբության սրբոցից։ Ռադդ քաշի ուղակի մեր սրբության սրբոցից։ Գիտեք, Նարեկ, հատկապես Կատրիչ Ներսիսյանի հետ կապված ես մի փոքր ձեր թույլտվությամբ այսպես հավելում անեմ եւ մի փոքր արտահայտվեմ։ Երբ որ Կարոզարշավի օրերին Վաղարշապատի ընտրությունների Կարոզարշավի օրերին Կատրիչ Ներսիսյանի եղբայրն ու եղբորորդին փորձել էին խոչընդոտել մեր հավաքը եւ ես երբ որ հրապարակային բաց իմ դեմքով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրեցի ու նրանց ականջից թղթով բռնած իրավապահ համակարգը տարավ այնտեղ որտեղ որ իրենք պիտի լինեն պիտակավորումներ էի լսում, ինչ-որ գործ տվողի մասին էին խոսում, բա ուրեք, գործ տվողի այդ շղարշը, գործ տվողի պիտակը մարդկանց վրա կպցնող բաշի բոզուկներ, բա ուրեք, բան չունեք ասելու Հայաստանի Հանրապետության դեմ գործ տվող Կատրիչ Ներսիսյանին ու նրա եղբորը Եզրասին, գործ տվողը հիմա ով է, մարդը ծածկանունով, կարո ծածկանունով,
KGB-ի գործակալ ա եղել տարիներ շարունակ։ Շարունակել է իր գործունեությունը Ռուսաստանի նոր Նախիջևանի թեմում։ Պարոն Մկրտչյան, KGB-ի ֆիլիալը հանդիսանում է FSB-ն։ Ես մի քանի առիթով ասել եմ, Կտրիչ Ներսյանը պետքա վեղարը հանի, որպեսզի տակի պագոնները Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տեսնեն։ Կա պագոն թե ձեզ չէ։ համար ընդունելի է, որ այս եկեղեցին բարեփոխելու գործընթացի առաջամարտիկներից մեկը դարձել է Նավասարդ Կճոյանը։ Լսեք, Նավասարդ Կճոյանի հետ կապված իմ դիրքորոշումը շարունակում է նույնը մնալ։ Նավասարդ Կճոյանը հայ առաքելական եկեղեցու առաջին հերթին հետևորդ է, հետո բարձրաստիճան հոգևորական եւ այս ճանապարհին այն շրջանակները, այն ուժերը, այն անհատները, ովքեր պատրաստ են ինը պաստ հայ առաքելական եկեղեցին առողջացնելու գործընթացի գործողություններ կատարել, ես նրանց հետ որևէ խնդիր չեմ տեսնում։ Այլ հարց։ Հիմա կանխեմ հաջորդ հարցը։ Կարող է Նավասարդ arczepiskopos Կճոյանը կաթողիկոսի փոխարինող պոտենցիալ հանդիսանալ։ Չկնեք, հաջորդ հարցը դա չէր, հաջորդ հարցն այն էր, թե ինչու եք դուք այն օրի իրեն ուղեկցում Վեհարանի մոտ։ Ես քայլում էի, Արեգ։ Ես քայլում եի եւ ձեր գործընկեր լրագրողների պնդումները, որ այնտեղ ինչ որ հատուկ բարձրաստիճան հոգևորականների համար անվտանգային ինչ որ շղթա էր կառուցվել, ես էլ այդ անվտանգային շղթայի մի մասն էի, դա հերուրանք է։ Ես ուղղակի հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ, ովքեր ինձ հետ եւ 100 հազարավոր, տասնյակ հազարավոր քաղաքացիների հետ համաձայն են, որ Կտրիչ Ներսյանը պետքա ռադը քաշի մեր սրբության սրբոցից, նրանց հետ քայլել եմ։ Պարզապես այդ շղթան ինձ օրինակ թույլ չտվեց, որպես թե հայ առաքելական եկեղեցու հետևորդ, թե որպես լրագրող մոտենալ այդ եպիսկոպոսներին։ Ես չգիտեմ այդ շղթայի որ շրջանակը ձեզ թույլ չի տվել, բայց ես ամենայն դեպս այդ շղթայի մի մասն եմ եղել, այդ շղթայի մեջ եմ եղել, քայլել եմ մեր եպիսկոպոսների հետ եւ այն պնդումները, որ պետքա Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Բաքում քայլեն ինչ որ հատուկ շրջանակներ, չի կարող այդպիսի բան լինի։ Դա մեր սրբության սրբոցն է, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Բաքն էլ եւ առհասարակ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին էլ ամբողջ աշխարհի հայերինն է։ Եվ իրավապաներից էր այդ շղթան ձևավորված, թե Ես անկեղծ ասած չգիտեմ, ես իրականում այնտեղ հայ առաքելական եկեղեցու հավատացյալների եմ տեսել, այդ շղթայի մաս կազմող տղաներն էլ հայ առաքելական եկեղեցու հետևորդ էին եւ այդքան ավելին չեմ կարող ասել, որովհետեւ տեղեկություն չունեմ ուղղակի։ Ես ուղղակի սրբազանների հետ քայլել եմ դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Բակ, դեպի քարտուղարություն, այնտեղ ներկայացվել է պահանջը Կտրիչ Ներսիսյանի հեռանալու եւ հրաժարականի եւ հետո տեղի ունեցել այն, ինչ տեղի ունեցել։ եւ այդ նպատակը ո՞րն էր գալու, որովհետեւ ասում էին, որ գալու են մտնեն մայրտաճար ու դուրս չգան։ Նման սցենար եղել է, թե ոչ։ Ես չեմ կարող այդպիսի պնդում անել։ Սրբազանները հայտարարություն են տարածել, որ իրենք պատրաստվում են Մայրաթոր Սուրբ Էջմիածին ներկայացնել պահանջագիր Կտրիչ Ներսյանին հանգստի կոչելու, կամ որ նույնն է Կտրիչ Ներսյանին պահանջ ներկայացնելու, որ ինքը ռադը քաշի օր առաջ, իրենք դա արել են։ Եվ հավաստիացնում եմ ձեզ Կտրիչ Ներսյանը ճար չունին Արեգ։ Կտրիչ Ներսիսյանը ուղղակի ճար չունի, ինքը հեռանալու է։ Չի կարող իմ սրբության սրբոցում գտնվել մարդ, ով ամենօրյա ռեժիմով զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայությունների լեյտենանտներին կամ ավագ լեյտենանտներին։ Ուղղակի չի Դրա կարող։ հետ կապված կոնկրետ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության հիման վրա ես գլխավոր դատախազություն գրավոր հարցում եմ ուղարկել։ Դատախազությունն ասում է, ես տեղեկություններ չունեմ դրա հետ կապված քրեական վարույթ կա, թե չէ։ Քննչական կոմիտեն ասում է, եթե դրա հետ կապված քրեական ուսումնասիրության անհրաժեշտություն լինի, դատախազությունը մեզ պետք է ասի։ Այսինքն երկու հիմնական կառույցներ դրանով չեն զբաղվում։ Բայց եթե այդպիսի բան կա, ուր են իրավապաների գործողությունը։ Չի լինում, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական այսպես ուշագրավ ակնարկող հայտարարություն։ Հորդորում եմ գոտե պնդվել, զինվել համբերությամբ եւ սпасել գործողությունների եւ իրադարձությունների հետագա զարգացմանը։ Ամեն ինչ ավելի լուրջ է, Նարեկ ջան, քան դուք պատկերացնում եք։ Ամեն ինչ ավելի լուրջ է, քան Կտրիչ Ներսիսյանի
Չակերտավոր պաշտպանները պատկերացնում են։ Ամեն ինչ ավելի լուրջ է, քան հենց ինքը կտրիչը պատկերացնում է։ Մի փոքր զինվեք համբերությամբ, թե իրավապահ համակարգը ձեզ եւ մեզ մեր մտահոգություններին կարձագանքի, թե կտրիչ Ներսիսյանին իր տեղը ցույց կտա։ Մի փոքր համբերեք։ Վարչապետի շուրթերով ամենաբարձր մակարդակով արված այդպիսի հայտարարությունը չի կարող ուղղակի անհետևանք մնալ եւ այդ հայտարարությունը չի կարող ուղղակի օդում կախված հայտարարություն լինել։ Մի Ինչ է տեղի փոքր համբերեք եւ զինվեք համբերությամբ։ Ինչ է տեղի Ես կրկնում եմ, զինվեք համբերությամբ եւ կտեսնեք, որ ամեն ինչ ավելի լուրջ է, քան դուք պատկերացնում եք։ Ու կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա։ Կամ կամավոր, կամ նորից եմ կրկնում, նրանք կհեռացնեն։ բռնությամբ։ Ինչի բռնությամբ։ Դե ո՞նց է Բռնությանը քանի անգամ եք տեսել, որ Հարություն Մկրտչյանը բռնության կոչ անի։ Իհարկե, բռնություն չի կարող լինել։ Բռնությունը պետք է բացառել։ Հորդորով, փաղաքշանքով, խնդրանքով, գործիքակազմերի կիրառմամբ, մարդկանց խնդրանքներով, պահանջներով, հետո այս Հայաստանի Հանրապետությունում կան լեգիտիմ ինստիտուտներ, ովքեր իրավունք ունեն նաև ուժ կիրառելու։ Պարոն Մկրտչյան, սա իմ գնահատականը չէ, բայց հարցս հետևյալն է։ Իշխանության աջակիցները եկել էին գրոհելու Մայրաթորի վրա եւ ընդդիմությունը Լևոն Քոչարյանի, Նարեկ Կարապետյանի, Իշխան Սաղաթելյանի եւ մյուսների աջակցությամբ դա թույլ չտվեց։ Այսպիսի բան է տարածվում, ընդդիմադիր շրջանակներն են սա ասում։ Ինչպես սրան կմեկնաբանեք։ Ես չգիտեմ իշխանության ներկայացուցիչները ուր են եկել, հարցրեք իշխանության ներկայացուցիչներին, ես իբրև հայ առաքելական եկեղեցու հետևորդ եկել էի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բակ, ականջալուր լինելով սրբազանների կոչին եւ իմ գալու նպատակը մեկնել Կտրիչ Ներսիսյանին ռադ անելու մեր սրբության սրբոցից։ Հիմա Լևոն Քոչարյանն ու Նարեկ Կարապետյանը թողելի պատրաստվեն։ Ու կտեսնենք, ու թող մի հատ բացատրություն տան, ում են պաշտպանում։ Ում են պաշտպանում Լևոն Քոչարյանն ու Նարեկ Կարապետյանը։ Եկեղեցուն։ Կներեք, եկեղեցին, մի բերեք են նույնականացրեք Կտրիչ Ներսիսյանի հետ։ Կտրիչ Ներսիսյանն ուր, եկեղեցին ուր։ Մեկն էլ Կտրիչ Ներսիսյանի համար Աստծո մոտ բարեխոսի, որ իր մեղքերին թողություն լինի։ Կտրիչն ուր, եկեղեցին ուր, Նարեկ ջան, մի նույնականացրեք։ Այս խնդիրը դրանում է, որ մենք խնդիր ենք դրել։ Ես ինքս իբրև հայ առաքելական եկեղեցու հետևորդ խնդիր եմ դրել, որ իմ եկեղեցին մաքրվի։ Իմ սրբության սրբոցը մաքրվի գործակալներից առաջին հերթին, հետո անհավատներից, հետո պոռնկության հովանավորներից, հետո ուղիղ պոռնիկներից, բիզնեսմեններից, KGB-ի գործակալներից, բայց Լևոն Քոչարյանի ու Նարեկ Կարապետյանի գործը ո՞րն է։ KGB-ի գործակալներին են պաշտպանում։ Բայց լուստրացիան էլ պոզով պոչով կենթանի չի Նարեկ։ Լուստրացիան պոզով պոչով կենթանի է, բաց երկնքի տակ, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բակում, մեր սրբության սրբոցի բակում լուստրացիա է տեղի ունենում։ Ում են պաշտպանում այս մարդիկ։ KGB-ի ու FSB-ի գործակալներին, Լուբյանկայի նկուղի առնետներին։ Ու դուք ո՞նց եք պատկերացնում պետության, պետական ինստիտուտների, անվտանգային մարմինների ռեակցիան եւ գործողությունները ինչպիսին պետք է լինեն։ Դուք որ կներեք իմ երկրի մեջ, եթե մեկը կա, որ KGB-ի գործակալին պաշտպանում է, եթե մեկը կա, որ Լուբյանկայի նկուղի առնետին պաշտպանում է, այդ մարդու հետ ես էլ խնդիր ունեմ, իրավապահներն էլ պիտի ունենան։ Այսինքն ամեն ինչ ունի չափ ու սահման, կարելի է պաշտպանել եկեղեցին, կարելի է անգամ պաշտպանել Կտրիչ Ներսիսյան անձնավորությունը, բայց երբ որ բացահայտվում է, որ Կտրիչ Ներսիսյանն ու իր աղբերը Գերդաստանով հանդիսանում են օտարերկրյա հատուկ ծառայությունների նկուղի առնետներ, ներողությունը նորմալ չի։ Ու ես այդ պաշտպանողների հետ էլ խնդիր ունեմ։ Դուք որ նշում եք, նորմալ է, որ պետության վարվող արտաքին քաղաքականություն
քաղաքականությունը կարող է հակադրվել Մայրաթոր Սուրբ Էջմիածինի կտրիչի գլխավորությամբ, հետո ասեց։ Կարող է միջնադարում ենք ապրում Հայաստանն էլ կղերական պետությունն է, վերներս խաբար չկա։ Պետության մեջ միշտ ասել եմ, պետության մեջ պետություն լինել չի կարող։ Բոլոր այդպիսի նկրտումները պետքա բնում խեղդվեն։ Ու Կտրիչ Ներսյանի գործողություններն էլ այդ համատեքստում պետքա դիտարկել։ Եվ վերջում դուք որ ասում եք եպիսկոպոսների հորդորով գնացիք Մայրաթորի բակ։ Բնական եպիսկոպոսների մեջ կան անձինք, որոնց հետ կապված լիքը խոսակցություններ կան։ Ձեզ համար դա խնդիր է։ Օրինակ Կճոյանի հետ կապված այդ իր Ինչ խնդիր կա։ Ավարտեմ էլի։ 30 վայրկյան համբերեք։ Կճոյանի հետ կապված այդ իր Բենթլին, իր այդ ունեցվածքը ինքը իմ անցնում է ապօրինի հարստացման գործերով, նույն այդ կուսակրոնության ուխտի խախտելը կա այդ Վազգեն Միրզախանյանի հետ, Էլբեկ Քյարամյանի հետ, սա մի անհերքելի փաստայի դեպ, հաշվի առնելով որդին ինչ պաշտոններ զբաղեցրեց Հայաստանում, ձեզ համար օքեյ է, նորմալ է, անկալելի է կուսակրոնության ուխտը խախտածների հետ գնալ եւ փորձել եկեղեցին մաքրել կուսակրոնության ուխտը խախտած կաթողիկոսից։ Ժամանակին, երբ որ կուսակրոնության ուխտի մասին ենք միայն խոսում, եւ եթե այդ համատեքստում դիտարկենք, բնականաբար ոչ։ Բայց երբ որ ժամանակի ընթացքում Երևան են գալիս այլ հանգամանքներ, օրինակ կաթողիկոսի Գերդաստանի աղբոր իրա ԿԳԲ գործակալ լինելու հանգամանքը եւ Հայաստանի Հանրապետության դեմ աշխատելու հանգամանքը, այդ ժամանակ գիտեք նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքն է սկսում գործել։ Եվ կրկնում եմ, հայ առաքելական եկեղեցու նորոգման ճանապարհին բոլոր օգնող ձեռքերը ողջունելի են եւ պետքա ողջունվեն։ Այլ հարց, երբ որ կտրիչից մեր սրբության սրբոցն ազատենք եւ կտրիչի բանդայից մեր սրբության սրբոցն ազատենք, որ ճանապարհով կգնանք եւ ով կլինի հաջորդ վեհապարը։ Կամ այլ հարց, երբ որ կտրիչից ու նրա բանդայից մեր սրբության սրբոցն ազատենք եւ արդեն իսկ ազատագրված լինի Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, այս հոգևորականների դիրքորոշումը ինչպիսին պետքա լինի։ Առհասարակ կուսակրոնության ուխտի մասով հոգևորականությունը ինչ տեսակետու դիրքորոշում կարտահայտի։ Բայց կոնկրետ ձեր նշած անձնավորության Նավասարդ arczepiskopos Կճոյանի հարցով, եթե չեմ սխալվում, զբաղվում են իրավապահ մարմինները։ Եվ ես կարծիք եմ արտահայտել ու ձեր ցույցտվությամբ նաև ձեր եթերից եմ այդ կարծիքն արտահայտում։ Ես կարծում եմ, որ Սրբազան հայրը կամ պարոն Կճոյանը, թող չներվի սրանից պարոն Կճոյանը, որ իրեն պարոնով եմ դիմում, ժամանակի ընթացքում կտրիչին բարով խերով իր համապատասխան վայրը ուղեկցելուց հետո իր դեմքը կփրկի հանրության շրջանում, ես ինքս իր ձեռքը կսեղմեմ, ես ինքս իրեն շնորհակալություն կհայտնեմ, ես ինքս իր այդ քայլը կողջունեմ, օդում կախված լուրերին ինքը պատասխան կտա եւ ամենակարևորը, եթե կան անհամատեղելի լուրեր, որոնք կհաստատվեն իր գործունեության, եկեղեցական գործունեության հետ, ես կարծում եմ, որ Սրբազան հայրը իր մեջ քաջություն կգտնի եւ ինքն էլ հանգստի կկոչվի, եթե դրա կարիքը լինի։ Եվ ես հավաստիացնում եմ ձեզ հանրությունը նրան ավելի շատ կհարգի։ Հիմա գիտեք, կտրիչական շրջանակներից ես ամբողջությամբ հասկանում եմ, որ կտրիչական շրջանակներից հիմա փորձում են դա աշխատեցնել, որ այ տեսեք, Նավասարդ arczepiskopos Կճոյանն է կանգնել հակակտրիչական, ոչ թե հակաեկեղեցական, այլ հակակտրիչական բանդայի դեմ շարժման ակունքներում ու փորձում են դա աշխատեցնել, բայց ես հավաստիացնում եմ եւ վստահ եմ, որ Սրբազան հայրը եւ պարոն Կճոյանը ունեն այդքան խոհեմություն, ունեն այդքան ազնվություն, ունեն այդքան բարեպաշտություն, որպեսզի այս ամեն ինչի հանգուցալուծումից հետո հայ հանրության հետ ձեռքսեղմում ունենան եւ սեփական դեմքը փրկած առանց խայտարակվելու ավելի շատ հարգանք վայելելով գնան հանգստի։
Ես բնավ նարեկ, Վանեցյանը, իբրև հայ առաքելական եկեղեցի։ Վանեցյանն ասաց, որ այդ Հայ եպիսկոպոսների առաքելական վրա կոմպրոմատներ կան, դրա համար են իրենք այս գործընթացին բան արել, միացել։ ինչ կոմպրոմատ։ Հանրությունը որ այդպիսի բան է ասում։ Քանիս այդպիսի կոմպրոմատի տեղ գիտեն։ Կոմպրոմատը ո՞րն է, որ Նավասարդ arczepiskopos Կճոյանը ունի Bentley, ով չգիտի։ Կոմպրոմատը ո՞րն է, որ Նավասարդ arczepiskopos Կճոյանը անցնում է ինչ-որ կասկածելի ֆինանսական հոսքեր կառավարելու գործով, ով չգիտի դա նա։ Որը ուրիշ բաներ են կամ Կոմպրոմատը ո՞րն է, որ օրինակ մյուս սրբազաններից մեկը երեխա ունի, դա էլ անորություն։ Կոմպրոմատը այնքան ժամանակ, քանի դեռ դրա մասին ոչ մեկ չգիտի։ Կոմպրոմատը այնքան ժամանակ, քանի դեռ դրա մասին գիտի կոնկրետ X ծառայության հայտնի աշխատակիցը եւ տվյալ անձնավորությունը։ Լավ, մաքսիմում, եթե դա խոսք է գնում որևէ մեկի անկողնային պատմությունների մասին, որևէ երրորդ անձ գիտի, լավ, դրա մասին։ Եթե դրա մասին գիտենք ես, դուք, հանրության այլ շրջանակներ, դա դադարում է կոմպրոմատ լինելուց։ Խոսալով ուրիշ ահասարսուր բաներ կան, որ հələ չի հրապարակվել։ Ահասարսուր ինչ կա։ Ինչ կա։ Ահասարսուր բան եք ուզում արեք։ Հարց եմ տալիս, դուք իբրև լրագրող ուզում եք Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ մեր սրբության սրբոցն ազատվի։ Հորդորում եմ ձեզ այցելություն կատարել Գեղարքունյաց թեմ։ Գնացեք եւ լրագրողական հետաքննություն անցկացրեք։ Գնացեք ու անցկացրեք, երբ որ դուք փաստերի վերհանման հետ խնդիրներ կունենաք, ես պատրաստ եմ նարեկ։ Ես ձեր խոնարհ ծառան, սիրելի հայրենակիցներ, պատրաստ եմ նարեկին տրամադրելու հավաստի տեղեկություններ իմ նշած թեմի մասով։ Կներեք էլի ամեն ինչ ունի չափ ու սահման նարեկ։ Դե հասկանում եմ, որ շրջանակները փորձում են ձեռքերը տաքացնել այս թեմայի վրա, բայց էսի այդ հարցը չի։ Ու Կտրիչ Ներսյանը անպայմանորեն հեռանալու է կամ կամավոր, կամ ստիպված է լինելու։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։